Երբ կգնանք աշխատանքի, ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես, չգիտեմ ոնց ասեմ, բոլորի պես ուզում եմ գնամ աշխատանքի, պարապեն թողը ինչ ա բերել պարապությունը։ Այն երեխեքը, որ հիմա գրուպայով, խմբերի գրուպայով նշում են ընկերերիք մենք, վաղ աշխարհի մրցումների ենք երեխեք, չենք կարող առանց մարզվելու գնանք, բայց արդեն գնում ենք, մենք էլ ուզում ենք մարզիչներով գնանք աշխատանքի, ուզում ենք աշխատավարձ ստանանք, մեր աշխատավարձերն ենք ուզում ստանանք, ուզում ենք հասկանանք երբ կգնանք աշխատանքի, թե մենք սյո, ինչ անենք, մանգանք, որ ջիմնա կառավարության հետ աշխատում գնանք ընդ աշխատանքի, եւ մեր Օլիմպիադանում ուզում են գնանք աշխատանքի։ Ինչ եք ուզում մեզանից։ Այսինքն ստացվում է առանց այլընտրանք առաջարկելու միանգամից փակում են աշխատատեղը եւ արդեն այդ վիճակն է, երեխեք ջան, փակը բացի պատասխանել չկա։ Մենք աշխատավարձ ստանալու ենք թե չէ։ Իմ տեսակը չի պատրաստվում Ծառուկյանից աշխատավարձ ուզի։ Ծառուկյանի վիճակը տեսնում ենք։ Անձնականացրել են, չգիտեմ ինչեր են սա։ Իմ տեսակը ուզում է իր աշխատավարձը անցած ամսվա արդեն եւ արդեն մտանք օգոստոս։ Ոնց ենք անելու։ Չէ, կարճ է, այսպես ուզում եմ ես իրանցպես մտնեմ գնամ իմ աշխատանքին։ Առավոտ ոնց են արթնանում, սափրվում, ակրվում, ես էլ առավոտ արթնանում եմ։ Ամբողջ 14 տարեկանից աշխատում եմ ու հիմա sense պարապ սպասում եմ, տենամ Օլիմպիադանը երբ է բացում, որ ես գնամ իմ սիրած աշխատանքով զբաղվեմ, 100 տարվա փորձ ունեցող մարտարվեստներում, չգիտեմ, կազմակերպիչ, մարզիչ, ամեն ինչով անցել ենք, եկել ենք 48 տարեկանում, ասում են, չէ, դու իրավունք չունես գնաս աշխատանքի, որովհետև ինչ, չէ, ինչ։ Երեխեք, պրոստը պետք է դուռը բացել, ասել ես մարդկանց թողեք աշխատանքի, մնացած իրանց աշխատանքը, իրանք էլ իրանց աշխատանքը կատարեն։ Մեզ ղեք ստոպ տվել։ Իսկ ինչ որ ժամկետների մասին խոստարկում քնել են, դռները փակել են։ Չկա դες ժամկետ, նույնիսկ դռանը գրած է, որ փորձի մուտքանի օրինակ հասարակ երեխեքի ձեռնոց կա ներսը, լապա կա, չգիտեմ, պաշտպանիչներ կա, որ վերցնեն գոնե դրսում ձորում ենք պարապում, հայատն ենք պարապում։ Մի բան վերցնեն գրած է հոդված է վրա։ Ես ինչ անեմ, լավ, ես չեմ, իրանք են, լավ, ազգ, մի հատ կողնորոշվեք, ինչ անենք մենք։ Հիմա այսօր եկել եք Նիկոլ Փաշինյանը դիմելու կառավարությանը։ Ես էլ եկել եմ, ուզում եմ հասկանամ, իրանք աշխատանքի եկել են։ Ահա, եկել են, դե ես էլ եմ ուզում գնամ աշխատանքի, ուզում եմ ինչ-որ մեկը իջնի, ասի Երիկ ջան, անգնա, ես անգնա Օլիմպիադան աշխատանքի։ Մենք կամ այս ինչ օր հաստատ կգնանք աշխատանքի, գոնե տենց օր ասել, մենք էլ որ ասում եմ մտնենք դրա տակ։ Իշտեն ասենք հանգիստ գնաց, ոնց են ասում, հանգիստ նստեք տեղները, դες ինչ օր է գնալու եք ձեր աշխատանքի, այ ուրիշ բան չենք ուզում, հələ։ Պարոն Օհանյան, քանի աշակերտ ունեք ու իրենցից քանիսն են պատրաստվում մասնակցել Օլիմպիադային։ Ունենք 107 կներեք աշակերտ, 3 հոգի զտել ենք մարզումների շնորհիվ եւ նրանք պետք է օգոստոսի 15-ին Հայաստանի MMA-ի կազմակերպած մեկնեն Աբու Դաբի մրցումների։ Գումարած մարզիչը Տիգրան Բադալյանը, հավաքականի մարզիչը, պատկերացնում եք ինչքան աշխատանք կա, հավաքական, այդ սաղ գումարները, էլ երեխեք ստանում են մարդիկ, սաղ վճարում են ծնողները, ու հիմա այդ երեխեն, որ գնաց աշխարհի մրցումների, պարտվեց, մարզվի, պարտվի, ուրիշ հոգեբանությունը, ասելու Օլիմպիադանը փակ է։ Դուրս է գալու Օլիմպիադանից ընկեր Տիգրանի մոտից, ընկեր Երիկի մոտից, ընկեր Թելոյի մոտից, տարբեր մարտա, 7 մարտարվեստ կա Օլիմպիադանում։ Մարզիչների մոտից դուրս են գալու, գնան ուրիշ մարզիչների մոտ։ Մենք հուլիսի 26-ի մրցումներ էր Դինամոյի։ 107 հոգի պետք է մասնակցեին մեր Օլիմպիադանից, Օլիմպիադանից 20 հոգի են մասնակցել, 20 հոգից 18-ը պարտվել են։ Տղա ջան, ասում եմ, ինչ հայխի պարտվեցիր։ Նա հիմա դեմքից ցիֆրը չգիտես ընկեր Երիկ, չեմ պարապել։ Գնաց զորում վազի գնաց։ Տեխնիկապես հագեցված չենք, չէ՞, մարզումները տատամի կա, պաշտպանիչներ կան, սնարյադներ կա, հարվածում են, որ ամեն ինչ սարքած այնտեղ։ Երեխեք բացեք գնանք աշխատանքի, իրանց պես, ուրիշ բան չեմ կարող ասել։ Եկեք իրար հետ հաշվենք։ Լողավազան 4-ից 5 մարզիչ։ Ջիմ եւ մի 7 հոգին դեղ է։ Մարտարվեստեր, 7 մարտարվեստ, ամեն մարտարվեստը ունի մարզիչ եւ օգնականներ։ Ստաֆ աշխատակազմը։ Օլիմպիական մարզաձևերի բուֆետը
Էլ ինչ ասեմ, պահակակետը, բժիշկը, աշխատակազմը, բոլորը աշխատավարձ ուզում են ստանալու, պարզ դարել ենք ոչ մի բան, արդեն եկել ենք ցածրացել ենք, խոսում ենք, այն օրը գնացի բանկ, ասում եմ բանկում, խնդրում եմ ինձ բանկը, որ տվել եք դուք, ասում եմ վարկեք տվե հիպոթեք, 20 տարով ինձ հիպոթեկով տուն ա տվել, մեքենա եմ առել, ապառիկ, սա օրինական ձևի, կրեդիտ նայել, լավ, ամեն ինչ նորմալ է, տվել է Օլիմպիավանի շնորհիվ, ասում Օլիմպիավանը փակ է, խնդրում եմ սառացրեք, ասում եմ չեմ կարող, ասում եմ լավ, որ ես մահանամ, ինչ եք անելու, տունը գալու եք վերցնեք, ասում եմ չէ երամի ժամանակ ժառանգդ կամ վաճառումա տունը կամ ասում եմ մահացել եմ, երեխեք մահացել եմ, չէ աշխատանքի բերումով մահացել եմ, հիմա Օլիմպիավանով ես, չէ ինձ վարկ տվի, չի չեք կարում սառացնեք, չի կարում, ասում եմ սև ցուցակ, ամբողջ կյանքս պայքարել եմ սև ցուցակ չընկնեմ, կոպեկ-կոպեկի հավաքել բերել եմ, ցածր շարքայինից ցածր խոսակցություններ եմ տանում, երեխեք կարճ, բացեք գնանք աշխատանքի, վայ Մենք չենք ուզում խառնվենք ձեր կազմակերպած միջոցառումներին, մենք ուզում ենք գնանք աշխատանքի գա, վայ, ուրիշ բան չենք ուզում, հայրենիքում որ պատերազմը սկսում, վազում ենք վային կոմատ, հայրենիքում որ մի լուրջ բան ալու, վազում ենք ձեր կողքը կանգնում ենք, ազգ, մոռացել եք ժողովուրդ չեք, ազգ եք, այսի տարածք չի, հայրենիք է, մենք էլ մեր աշխատանքը տեղ ունենք մեր հայրենիքում, բացեք ընդամենը Գնանք, ձեր պես ոնց եք գալի գործի, ոնց եք գնում գործի, մենք գնանք մեր գործի, բան չի, գիժը նորմալ բան է, գիտակցաբար, իմաստուն, պրոստը ժպցերես են անում, բայց աննորմալ երևույթ է հիմա տիրում, ինձ ասում են մի գնա աշխատի։ Եթե այսօր ձեզ այստեղ չլսեն, շփում են որևէ բան չկա, ձեր հաջորդ քայլերը որոնք։ Հաջորդ քայլը ստեղից իջնում են բանկ, նորից իջնում են բանկ, ասում են բանկ ջան, ես ինչ անեմ, չեմ կարելու ամսի 15-ի վճարում Հաջորդ չեմ մտածում քայլեր, ձեռնարկեմ, կազմակերպեմ, ես իմ ինչեր անեմ, չեմ ուզում, ես ուզում եմ իմ սիրած գործով զբաղվել, որը հայրենիքի համար արդեն անում եմ ես, արել եմ, անում եմ ու անելու եմ, դրոշ ենք բարձրացնում, երեխեքին մարզում ենք, դրոշը բարձրացնում ենք։ Էրիկ Օհանյան, MMA մարտարվեստի հրահանգիչ, Օլիմպիավանի մարզիչ, Օլիմպիավանի կողմից եմ ասում այդ ամենը։ Ասեք, ես ընթացքում Օլիմպիավանը ինչքան վնասներ է կրել փակ լինելու պատճառով։ Բասեինը իմ պատկերացումով ահավոր է, որովհետև քլոր ջուր իրար ռեակցիան ու այնտեղ տեխնիկապես շատ ահավոր է, մի օր որ պայթուն լինի այնտեղ, ասելու են սարքեցին։ Երեխեք լուրջ մամուլ խնդրում եմ, էլ իրանցից ունտենում եք, ասեք Օլիմպիավանի դուռը խի չի բաց, սեպտեմբերի 1-ին դպրոցը բացվելու է, չէ՞ բոլոր։ Կարա ինչ-որ դպրոց չբացվի, ինչա տնօրենն ու օրինակ եմ ասում, կառավարությունը իրար հետ չունեն։ Պարոն Օհանյան, սոցիալական ցանցերում քաղաքացիներն էին իրենց դժգոհությունը բարձրացնում, ասում էին, որ փորձում են փաթեթ են ձեռք բերել լողավազանից օգտվելու համար, սակայն հիմա չեն կարողանում, ուզում էին հասկանալ, թե ինչքան է այս process-ը շարունակվելու, ինչ կասեք այդ մասին։ Իրանց ասեմ, մոռացեք այդ ամեն ինչը։ Ձեր մուծածները ինձ թվում է կորելու է կամ էլ եկեք պահանջեք։ Թող իրանք պատասխանեն։ Ընտանիք կա, որ ամբողջ ընտանիքով փաթեթ են վերցրել տարեկան, հարգելիս։ Միլիոն քանի 100,000 դրամից եմ խոսում։ Ու օրինական ձևին, այնց չի որ եկել են լրիվ օրենքով արած փաթեթները, ոնց որ Ամերիկայում, ոնց որ Եվրոպայում, ոնց որ ամեն տեղ։ Ջիմ աշխատում է, տարեկան վճարում եմ, ես ծնող եմ, տարեկան վճարում եմ, երեխեքս գալիս են մարտարվեստ, ես գալիս եմ ջիմ, կինս գնում է կանանցի բան։ Հանգիստ գնում գալիս ենք։ Դա էլ մեր բժշկությունն է։ Չգիտեմ, մարդիկ կան բուժվում են ընդե մարդիկ կան բուժվում են, դա իրանց բուժում է։ Չաղը նիհարում է, նիհարը չաղանում է, հիվանդ մարդիկ կան, որ գալիս են ընդե բուժվելու, ջիմ են գալի, որ հանգարց օրինակ եմ ասում, իրանք էլ են ախր, հենց իրանք էլ էլ, այսօր կառավարությունը չեմ հավատում, որ իրանք չեն մարզվում։ Հիմա պատկերացրեք իրանք ջիմը փակ է, իրանք փաթեթը իրանք հարցրեք, դուք ինչ որտեղ ջիմ գնում եք, փաթեթը վճարել եք, փակվել է այդ շենքը, ինչ ենք անում։ Թող ասա։ Կառավարությունից Դռները բաց են։ Գնամ իրանց պես աշխատանքի։ Հարգելիս եմ, թե ոնց է եկել աշխատանքի։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի։ Այն ազգի պահապանները, ես ոստիկաններին ազգի պահապան եմ ասում։ Եկել են աշխատանքի, որտեղ հանգարց միջադեպեր չլինի, չէ։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի, երեխուն մարզեմ, վայ։ Ուրիշ բան չենք ուզում։ Բայց ես չեմ ուզում արդեն ուրիշ բանի մասին մտածեմ, որովհետև իմը չի։ Ես չեմ ընտրել դա։ Ես ընտրել եմ մարզչական, մարտարվեստներ եւ այլն եւ Օլիմպիավան եմ ընտրել։ Այո, Ծառուկյան ընտանիք եմ ընտրել, որտեղ տենում եմ Ծառուկյան ընտանիքը ոնց է վերաբերվում սպորտին, դրոշին։ Եվ դրա համար ընդհանրապես ուզում եմ իմ աշխատանքի վայրը բացվի, գնամ աշխատանքի։
երեխաները էլի դուրսում են շարունակում մարզվել։ Այո, շաբաթ օրը հրավիրում եմ ձոր բոլորի։ Եկեք նայեք ոնց են աշխարհի մրցումներին պատրաստվում։ Այսինքն տեղափոխվել են ձոր։ Ես sense բան մեկ տեսել եմ 91-2 թվականների։ Մենք 13-14 տարեկան ենք։ Մարտարվեստները արգելել էին։ Ինչի համար? Որտեվ երևի դեմը Իսկ այդ ավելի լուրջ պայմաններում բան է։ մարզվելու դեպքում այդ մարզական վիճակը փոխվում է ամեն։ Վատ վիճակում ասում եմ 26-ի մրցումներին երեխեքին գայեք տենեք, լեզուն հանած չի կարող մարզվի, չի կարող մենամարտանի, որովհետև ինչքան ժամանակա փակ է։ Չի կարող մի պարապմունքը հետաքրքրում 3 խոսքի մարզավիճակից։ Մի մարզումը հետաքրքրում 3 մարզավիճակից, ոնց բացատրեմ, երեխեք չեն։ Դա է, պահանջ անկեղծ ոչ թե նենց հավաքվել ենք, բան եկեք մի հատ բան փոփ, չէ, երեխեք, չկա տես բան։ Ազգ, պրոստը բացեք Օլիմպիադանը, գոնես օգոստոսի 1-ից։ Մենք անցնենք մեր աշխատանքին, երբ էլ ձեզ պետք է ինչ-որ զննում եք, հնում եք, չգիտեմ ինչ եք անում, ձեր աշխատանքը չի խոչեն դոտում մեր աշխատանքին։ Չեք փագե։ Չեք ուզում կոլեկտիվը աշխատակազմը, չէ, ուզում չէ, սխալ ասեցի։ Ինչ եք դրդում, որ կոլեկտիվը հիմնադիրների հետ խնդիր ունենան։ Չի լինելու, որտեղ կոլեկտիվը 17 թվականից Ծառուկյան ընտանիքի հետ աշխատում է ու երբեք չի փորձում այդ ընտանիքի հետ խոչընդոտությունը ստեղծել։ Իսկ այստեղ միայն Օլիմպիադանի անձնակազմն է հավաքված, թե Ես Օլիմպիադանի անձնակազմին եմ ճանաչում, բայց դժվար, որովհետև Ծառուկյան ընտանիքը տարբեր բիզնեսներ ունի, որ բիզնեսները կանգնելա երևի տարբեր բիզնեսներով։ Երեխեք անցած անգամ եմ ասել, հարգելի կառավարություն, ինչ գիտեք, ովս ու մենք ընտրել։ Չէ, եթե ուզում եք ինչ-որ մեզ դաղեք, չէ, կներեք, մեր տուն արդեն մտակ, ինչա նշանակում մեր տուն մտակ, հիպոթեկս չեմ կարում փագել, ինչ անեմ, լավ, ծիծաղալով ասում եմ, չէ, անկեղծ, վաղը ես 15-ին վարկ ունեմ վճարելու, բանկերին հրամայեք, ասեք, Իշխան Ծառուկյան բիզնեսներ կան, աշխատակազմ կան, հրամայեք, ասեք, իրանց 3 ամիս օրինակ, մի վերցրեք, հա, այդ ամիսները ավելացրեք մեր ամիսների վրա, գոն է, հիմա ես ինչ անեմ, միլիոն 850,000 վարկ ունեմ ուծելու, երեխեք, ասեք ոնց անեմ, ես անեմ։ ումից եք պահանջում փոխհատուցում կառավարության։ Բանկին խնդրեցի միջնորդի, ասես չեմ կարա։ Հիմա եկել եմ ստե ուզում եմ հասկանամ, ով կարա այդ հարցի լուծում։ Հիմա հանդիպում պահանջելու եք։ Փորձենք տենանք երևի, չգիտեմ, ով է դրանով զբաղվում, անկեղծ չգիտեմ, ով է դուրը փագել։ Հետ շոշափելով, հետաքրքրվելով բանով հասկացել ենք պեկա։ Հիմա եկել է հարցը հասել է ստեղ, եկել ենք ստեղ ուզում ենք մեկը իշտի, ասի գնացեք տուն, բանկերի հարցերը ձեր լուծածը, էդ էլ օրինակ եմ ասում, սեպտեմբերի 1-ին կբացվի, մենք էլ իմանանք ինչ անենք։ Մեր երեխեքին տեղավորենք, սաներին տեղավորենք ժամանակավոր ինչ-որ տեղ։ Բանկերի հարցերը լուծեք, ժողովուրդ։ Վաղը գալու ենք հացի խնդիր ասենք, երեխեք։ Այդքան ծիծաղալու վիճակ եք գցել, դա անկեղծ եմ ասում։ Էսի հայրենիք է թե տարածք։ Պրոստը հավաքվել ենք, հա, ինձ։ Չէ, էլի, մի հատ ամեն մեկը իր աշխատանքի մեջ թող պահանջի իր վերադասից, ասի ինչ ենք անում։ Ընդհանրապես ասեք, ինչ ենք անում, վերադաս, տենենք ով այդ վերջում պատասխանը տալու։ Կներեք Շնորհակալություն։ Գուցե դուք խոսել եք ես մի փոքր միացան Դուք այստեղ գլխավոր պահանջը ում հետ եք Մենք ուզում ենք մեր աշխատանքները բացվել են դրանք աշխատանքի ոնց որ իրանք են գնում աշխատանքի դա իրական բայց դուք եք պատկերացնում լավ է ու անորոշ սեպտեմբերի կբացվի, օգոստոսին կբացվի, դեկտեմբերի կբացվի, ընդհանրապես կբացվի թե չէ։ Չէ, մեկը թող իշտասի, ժողովուրդ գնացեք ձեր աշխատանքը, ձեր տուն, բանկերի հարցը թող լուծեն մեկ, որտեղ բոլորս է վարկ ունենք։ Մենք չի որ վարկ չունենք, էլի։